Բարև Ֆակտոր TV հյուրը հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար եւ այդ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արման Բաբաջանյանն է, ողջույն պարոն Բաբաջանյան։ Շատ բարև ձեզ։ Դուք խոսում եք ընդդիմափոխությունից, նշում եք, որ ընտրությունով պետք է ընդդիմափոխություն իրականացնեք, արդյոք ձեր այս մոտեցումը հարվածի տակ չի դնի ձեր, այսպես ասենք, ուժի ընդդիմադիր լինելու այդ գործոնը, հա, չէ՞ որ ընդդիմությունը ընդդիմություն չի, եթե չի ուզում իշխանությանը փոխել։ Դուք ինչու եք այս մարտավարությունը ընտրել։ Որտեվ կարծում ենք, որ Հայաստանում ստեղծվել են իրողություններ, որոնց հետ չի կարելի հաշվի չնստել։ Շատ հստակ մենք տրամադրություններ ենք շոշափում, գիտենք իրականում մեր պետության կարիքները, գույքագրել ենք այդ կարիքները եւ դրանից ենք նաեւ մեր մարտավարությունը բխեցրել։ Մեր առաջի համարը ես վարչապետի տեխնացու չեմ, մեր թիմը ի սկզբանե խնդիր է դրել Հայաստանում որակական այսպես սանիտարական մաքրման ենթարկել, այն ինչ դուք կոչում եք ընդդիմություն, որտեղ այն ուժերը, որոնք որ այսօր նաև ձեր բնութագրմամբ ընդդիմություն են, դրանց կարելի է ամեն ինչ կոչել բացի ընդդիմությունից։ Իրենք պետության թշնամիներ են, իրենք այսօր Հայաստանի դեմ հայտարարված պատերազմի հակառակ թշնամու խրամատից են կրակում Հայաստանի վրա։ Իսկ Հայաստանին հայտարարված է պատերազմ, այդ պատերազմը այս պահին թող հիբրիդային լինի, բայց այդտեղ բանալի բառը պատերազմն է։ Իսկ պատերազմը ովքեր են վարում։ Իսկ ձեր ֆունկցիան ո՞րն է, պարոն Բաբաջանյան, ընտրություններով։ Մեր ֆունկցիան ճշմարտությունը բարձրաձայնելն է, սպառնալիքի անունը հնչեցնելն է։ 2021 թվականին Պուտինը որոշեց Հայաստանի ծայրահեղ ծանր վիճակից օգտվելով զավթել Հայաստանում իշխանությունը, վերստին զավթել։ Չկարողացավ զավթել իշխանությունը, զավթեց ընդդիմությունը։ Հիմա մեր գլխավոր պարտականությունն է այս զավթիչի անունը հնչեցնել որպես միջազգային հանցագործ եւ մարդասպան, ասել որ հավաքական Պուտինն է այսօր ընդդիմությունը եւ հավաքական Պուտինը պիտի հունիսի 7-ին պարտվի։ Սա մեր ամենակարևոր խնդիրն է այսօր որպես քաղաքական ուժ եւ մեր ասելիքը մեր ժողովրդին հենց մոբիլիզացնելն է այս նպատակի շուրջ։ Ես մի քիչ սատանայի փաստաբանություն անեմ, ինչքան հնարավոր է, հա։ Ում փաստաբանում ուզում եք։ Սատանա ես դեպքում, բայց նա ես չի վճարում, վստահեցնում եմ։ Տեսեք, կան արևմտամետ ուժեր։ Ձեր ուժն էլ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հետ։ Մենք ժողովրդավարական ուժ ենք։ Արևմուտքի խորացման կողմնակից։ Մենք իհարկե, եւ որովհետեւ արևմուտքի հետ ենք տեսնում Հայաստանի կարողությունների զարգացումը, Հայաստանի հնարավորությունների զարգացումը։ Հիմա բայց կշարունակեք, պարոն Բաբաջանյան։ Կան այսպիսի կողմնորոշման ուժեր, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, տեխնոլոգիական զարգացում, հազար մի բան։ Հիմա թող լինեն նաև այնպիսի ուժեր, էլի, ասենք ռուսամետ ուժեր, թող Հայաստանի քաղաքացին գնա ընտրի Պուտինի ասած ռուսամետ ուժերին է ուզում գան իշխանության, թե ձեզ, թե Փաշինյանից, թե մյուսներին, որովհետև ինչու թույլ չտալ ընտրության հնարավորություն։ Նախ ես չեմ ասում թույլ չտալ, պետության ֆունկցիան նա է, որպեսզի գնահատի այդ ուժերը պիտի մասնակցեն ընտրության, թե ոչ։ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարևոր որոշում է կայացրել Ֆարմանյան ընդդեմ Հայաստանի եւ հստակ նկարագրել է թե ովքեր են եղել մարտի 1-ի հիմնական պատասխանատուները, որոնք խախտել են մարդու կյանքի իրավունքը։ Նրանք գնդակահարել են անզեն ցուցարարների, նրանք գնդակահարել են Հայաստանում ժողովրդավարությունը, դատարանի, այդտեղ մեր անելիքն է։ Ես հանդիպել եմ գլխավոր դատախազին, հանդիպել եմ արդարադատության նախարարին, մենք քննարկել ենք թե ինչ պիտի արվի այդ որոշման հետ։ Գործող իշխանությունը բավարար կամք չի դրսևորել նույնիսկ որ միջազգային դատարանի այդ որոշումը դարձնի քաղաքական եւ իրավական գործընթացների մի շատ կարեւոր առիթ։ Այսինքն նախազգային ժողովը հենվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այդ որոշման վրա այդ օրվա քաղաքական կոալիցիայի Բարգավաճ Հայաստան, Դաշնակցություն, Հանրապետական, որոնք պատասխանատու են 0038 հրամանով Հայաստանի իշխանությունը զավթելու գործողության համար։
Եվ այդ ամբողջ դատական, քննչական մարմինները բոլորը պատասխանատու են մարտի 1-ի իրադարձությունների եւ հետ մարտի 1-յան են հետապնդումների ու արտագաղթի ու բանտարկությունների համար։ Եվ պատկերացնում եք մեր երկրում հեղափոխությունից 8 տարի անց Աղվան Հովսեփյան ազատության մեջ է։ Ռոբերտ Քոչարյանը փոխանակ մկան ծակին միլիարդ տալու ընտրությունների է մասնակցում։ Եթե հանցագործ լինեն, կպատերվեն։ Դե գիտեք ինչ, հիմա իշխանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաները այսօր ռիլեր են նկարում, հա, ասում են սա հանցագործա, սա գողա, սա մաֆիոզա։ Ներողություն, բայց մարդիկ ինչ գործ ունեն մեր ընտրություններին մասնակցել։ Լավ հարց է։ Եվ այստեղ հարցի խնդիր չի այլևս։ Կարծում եմ պատասխաններ պիտի հնչեն եւ մեր նպատակն է այս նաեւ քարոզարշավը հենց այդ պատասխանները հնչեցնել այն հնարավորություններով, այն միջոցներով, որոնք մեզ համար հասանելի կդառնան։ Ճշմարտության ձայնը պիտի հնչի, մեղավորները պիտի բացահայտվեն եւ կարծում եմ, որ մեր հիմնական ֆունկցիան նաեւ հենց այս առաքելությունը լավագույնս իրականացնելն է։ Ձեր կարծիքով ռուսական ազդեցությունը այս ընտրությունների նախ քարոզարշավի ինֆորմացիոն հոսքերի ընդհանուր տրամադրությունների վրա ինչպիսին է լինել, եթե տարբեր հարցումների պես մի քիչ արժանահավատ էլի, բացարձակ բան չկա, դիտարկենք նրանք այդքան էլ մեծ շանսեր չունեն իշխանություն վերցնելու, բայց օրինակ խոսում են հաճախ հետընտրական զարգացումների մասին, այսօրվանից իշխանության մեղադրելով, որ ընտրությունների կեղծելու են եւ այլն։ Միգուցե Պուտինի ասած ռուսամետ ուժերը անվտանգ ինչ որ լուսանցքային, լավ, թող մի 5, 10, 15-20% էլ դրանք լինեն ազգային ժողովում, Զախարովան այնտեղից ասի, իրենք այստեղ կրկնեն, ինչու ոչ բան, որովհետև իշխանությունը բաղկացած չի միայն իշխող ուժից, մի ուժից։ Իշխանությունը նաև ընդդիմադիր հատվածն է իշխանության։ Եվ չի կարելի թույլ տալ, որ իշխանության ընդդիմադիր թեկուզ ձեր նշած 15-20%-ը լինի հակառակորդը, որտեղ պետության թշնամիներին չի կարելի վստահել իշխանություն նույնիսկ 20%-ով։ Իսկ իրենք պետության թշնամիներ են, իրենք այդ պատժի մասով քաղաքական կամքի հարց կա։ Ես նախորդ գումարման խորհրդարանում նույնիսկ չի եղել, որ դրանց անունը չտամ։ Հետևաբար Քոչարյան, Սամվել Կարապետյան, Ծառուկյան, Թաթոյան եւ մյուսներ հավաքական անուն ունեն։ Եվ դա հայ ժողովրդի դավաճանի, մարդասպանի հավաքական անունն է՝ Պուտին։ Իրենք բոլորը խամաճիկներ են, իրենք բոլորը Պուտինի կլիենտներն ու էմիսարներն են։ Իրենք իրենց դեմքով են այստեղ հանդես գալիս, բայց այդտեղ հավաքական Պուտինն է, այն Պուտինը, որը հեղինակել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, այն Պուտինը, որը Էրդողանի հետ համաձայնեցմամբ որոշել էր հայկական պետականությունը կազմաքանդել, այդ փաստաթուղթը հենց դրա մասին էր։ Եվ այս մարդիկ, եւ այս սրանց հայտարարությունները, այս հայտարարության բովանդակությունը ամբողջ դրա այդ նպատակն է հետապնդում։ Հայաստանը չպետք է շանս ունենա հարատևելու, Հայաստանը չպետք է շանս ունենա ժողովրդավար լինելու եւ լիարժեք սուբյեկտ լինելու առասարակ տարածաշրջանում եւ գլոբալ գետնի վրա։ Հասկացա, պարոն Բաբաջանյան, տեսեք, օրենքը ամրագրված է ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի, հետո նաև ձեր քաղաքական ուժի շնորհիվ, հա, ստորագրահավաքներ այլ ուժերի հետ միասին։ Մենք դրոշակակիրն ենք։ Լսեցինք Պուտինը, Օվերչուկը, նաև Սամվել Կարապետյանը տարբեր ձևերով ասում են, որ տնտեսական բացասական հետևանքներ կարող են լինել։ Պարոն Կարապետյանը տնտեսական պատերազմից է խոսում, եթե Փաշինյանը վերընտրվի։ Լարսի վերաբերյալ ինչ որ հայտարարություններ են անում, ըստ տպավորությունն է, որ ինքն է Լարսի դիսպեչերը։ Եթե դուք եք դիսպեչերը, խոսեք դրա մասին։ Փաստորեն դուք եք բացում ու փակում Լարսը։ Ինչքանով է Հայաստանը, այսպես ասենք, պաշտպանված ցնցումներից, պարոն Բաբաջյան։ Արդյոք կներեք, ԵՄ մտնելու թեման շատ լավ թեմա է։ Արդյոք հակազդեցություն չի լինի։ Սամվել Կարապետյանն է ասում եւ մնացածը իրենց ընդհանրապես հայտարարում։ Չէ, իրական վտանգ կա թե չէ շանտաժը հասկանալի է։ Թե ինչ է ասում հայ ժողովուրդը։ Արդյոք մենք բավարար աշխատանք տարել ենք հայ ժողովրդի հետ, որպեսզի կարողանանք օրինակ գնողունակ 20 միլիարդ 20 տրիլիոն ներողություն եվրո համախառն ներքին արդյունք ունեցող շուկան կարողանանք հասանելի դարձնել Հայաստանի համար։ Դուք պատկերացնում եք ինչ ենք խոսում։ 2 տրիլիոն է ռուսական շուկան։ 20
տրիլիոն վաճառելու բան կունենանք այնտեղ։ Ահա, ուրեմն պետք է մտածել, կունենանք թե ոչ։ Թե սենց կշարունակենք ջերմուկի ինչ որ խմբականակներ, խուժան կոնյակներ կուղարկենք անունով հայկական, բայց սպիրտը ունենք պարսկական բազուկի։ Եվ հետո կնստենք կողմանք։ Ոչ, ես կարծում եմ, որ ստանդարտների խնդիր կա եւ Հայաստանի կառավարությունը արդեն օրենքը ընդունելուց անմիջապես հետո, ես իդեպ դրանից հետո ես հանդիպել եմ Բարսեղյան Պաշտոնյաների, Մեր Գրիգորյանի հետ եմ հանդիպել, ասել եմ ինչ ենք անելու, հաջորդի ո՞րն է մեր քայլը։ Օրենքի ընդունումից։ Բայց խնդիրը, այո, խնդիրը կոմպետենցիան է։ Հայաստանի կառավարությունը բավարար կոմպետենցիա չունի, համապատասխան գերատեսչությունների ղեկավարները եւ նրանց ենթակաները այդ ծավալի աշխատանքի ուրեմն պատրաստ չեն։ Օրինակ Վրաստանի Բենդուկիձեի նման, ով առաջնորդում էր այդ ամբողջ բանակցային գործընթացը։ Այդպիսի նախարարություն էլ չկա, վարչապետի, այսպես ասենք, տեղակալ էլ չկա, որը դրանով եւ մենք առաջարկում ենք, որպեսզի անպայման երրորդ փոխվարչապետը համակարգի եւ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ։ Ոտքներ չենք գցի, պարոն Բաբաջանյանը, սպառնալիքների հանդիպելով, այսպես ասենք։ Ռիսկ չկա այդպիսի, որ լավ ճանապարհ են գնում, բայց անպատասխան Եթե մենք այդ չանենք, օրինակ, եւ մենք օրենքի ոգուն համապատասխան գործողություններ չծրագրենք, սպառնալիքները շատ ավելի ակներ են եւ շոշափելի են, որտեղ այն ինչ որ, ահա, այսինքն Ռուսաստանից մենք միայն սպառնալիք ենք տեսնում։ Այսինքն խնդիրը ընդհանրապես դաշնակցի մասին չի, չէ՞ խոսքը։ Ուրեմն սպառնալիքներն են։ Սպառնալիքը կարծում եմ պետությունը նաեւ նրա համար է, որպեսզի կարողանա կառավարել, որովհետև ես լսում եմ նաև ջերմուկի մյուս էս սահմանափակումների վերաբերյալ հայտարարություններ ձեր նշած այսպես ընդդիմադիր դաշտից հնչող, որ Հայաստանը այլընտրանք չունի եւ արժեր արդյոք Եվրամիության այս գագաթնաժողովի պատճառով զրկվել, չգիտեմ եւ այլն։ Պետությունը նրա համար է, որպեսզի այլընտրանքներ կարողանա ստեղծել։ Եվ կարծում եմ, որ մեր խնդիրը ընդհանրապես պետք չի Ռուսաստանի հետ թշնամանալ եւ կարծում եմ, որ մեր կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել այդ իմաստով։ Հակառակը ես կարծում եմ, որ ռուսական կողմից սադրանքներ են արվում հնարավորինս լեգիտիմացնելու հնարավոր հետընտրական նաեւ process-ներ։ Հայաստանում ոչ մի ներքաղաքական մահացու նույնիսկ իրադարձություն առանց Ռուսաստանի թողտվության եւ անմիջական մասնակցության տեղի չի ունեցել։ Եվ հոկտեմբերի 27-ը, եւ դրան հաջորդած իրադարձությունները, եւ հոկտեմբերի 27-ի պատճառով այն տնտեսական ճորտացումը, որին Հայաստանը ենթարկվել է Ռոբերտ Քոչարյանի ամբողջ պաշտոնավարման շրջանում, դրանից հետո Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, տեղի ունեցել ներքաղաքական կատակլիզմների պատճառով, օրինակ մարտի 1-ը նաև պատճառ դարձավ, որ դրանից հետո ուրեմն տեղի ունեցան եւ արտաքին քաղաքական անշրջելի գործընթացներ, օրինակ հայ-թուրքական գործընթացը, որտեղ ամրագրվեց, որ ցեղասպանության հարցը պետք է որոշեն պատմաբանները։ Ոչ ոք չի հիշում դրա մասին։ Էլ չեմ ասում դրա, եթե մարտի 1-ը տեղի չունենար, տեղի չէր ունենա 2013-ի սեպտեմբերի 3-ի վթարը։ Հայաստանը կունենար բավարար ներքին լեգիտիմություն, որպեսզի ուրեմն կարողանար ռուսներին ասել ոչ եւ հարևան Վրաստանի նման օրինակ ասոցիացիան պայմանագիր կնքեր։ Կնքեինք ասոցիացիան պայմանագիր, տեղի չէր ունենա ոչ քառօրյան, ոչ 44 օրյան, որտեղ որակապես Հայաստանը այլ քաշային կարգի պետություն կլիներ։ Նայեք, մի հատ ընդհանրապես եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով է տեղի ունեցել։ Մի հատ լսեք հայտարարությունների որակը, այն նշանակությունը, որ Հայաստանին է վերապահվում։ Դուք այդպիսի հայտարարություն երբևէ լսել եք։ Դուք երևի չեք իմացել, որ այդ գագաթնաժողովի միջոցով 300,000 ադրբեջանցի է Հայաստան գալու։ Դե ճիշտ ասած, դա էլ ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս այդ որոշում կայացնողներին, որպեսզի Սամվել Կարապետյանին թույլ չտան էլ խոսի։ Արհեստական բանականությունը իր փոխարեն շատ ավելի լավ է խոսում։ Չգիտեմ ինչ էր տալիս, համենայն դեպս ես գիտեմ նաև իր այտենց ունակությունները, որ բանախոսի այտենց ձիրք չունի պարոն Կարապետյանը եւ հազիվ այտենց մոնտաժով ինչ որ բան են ստանում, բայց այդ չի խնդիրը։ Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանին ուղղակի հանձնարարություններ են տալիս կարդալ այն ինչ որ հիմա Ռուսաստանում հատկապես ասենք Գաբրիելյանովի նման հիվանդները
որոնք ես չգիտեմ ով է որոշել, որ դրանք ինչ որ հայկական ծագում ունեն եւ այլն։ Իբր ռուսական հատուկ ծառայություններից տրված իրենց տեղեկությունների համաձայն, ուրեմն Եվրամիության գագաթնաժողովը այդպիսի ճանապարհ է բացել։ Այսի բան նույնիսկ ադրբեջանցիները չեն խոսում, ասենք ձեզով է խնդրում այդ տեսակ բան խոսել։ Դա ինչ է իրական վտանգ է, թե հայլացում է իշխանության են թեզին, որ սրանք եթե գան, այս եռագլուխ, չգիտեմ, ինչ կուսակցությունը պատերազմ կլինի Ադրբեջանի հետ, նրանք էլ ասում են Ռուսաստանի հետ տնտեսական կլինի, ադրբեջանցիները կգան, ոնց հասկանում եք, սա իրար լրացնող բան է, թե։ Ես չգիտեմ, իրականում ես չեմ ուզում իրենց խանգարել։ Իրենք թող իրար հետ պոլեմիկայի մեջ մտնեն, դեբատներ անեն։ Մենք խոսում ենք իրական ռիսկի մասին։ Կնեք մի բան, պարոն Բաբաջանյան, ես գնացել եմ Վարդենիսի Կախական գյուղ։ Մարդու անվտանգության բանը 2022 թվականից հետո 300 հոգանոց գյուղը 50 հոգի է մնացել։ Ադրբեջանցիների նշանառության տակ են ապրում։ Լուրջ խնդիրներ կան, որևէ մեկը չի կարողանում բացատրել այդ մարդկանց, թե ինչու է 50 հոգանոց գյուղում կառուցվում 350 աշակերտի համար նախատեսված դպրոց։ Հարցեր են բարձրացվում։ Եվ պատասխան չկա, որովհետև հարևան գյուղում էլ է կառուցվում, մյուս գյուղում էլ է կառուցվում, ես այդ հարցերին փորձեցի պատասխան գտնել։ Պետությունը պիտի հանձնառություն վերցնի այսպիսի գյուղերում, օրինակ մարդկանց դահկը, հողի հարկը չվճարելու վերաբերյալ վարույթներ է հարուցել։ Դուք հասկանում եք ինչ եմ խոսում։ Ադրբեջանցիների նշանառության տակ մարդիկ 50 հոգի են մնացել։ Բոլորը զենքերով են քնում, որովհետև իրական վտանգ են զգում։ Այս հարցերը ինձ շատ ավելի է հետաքրում, քան այն ինչ որ դուք նկարագրում եք, հա, տենց սպառնալիքներ, իրար պատերազմներ, ես կարծում եմ մենք մեր ժողովրդի իրական կարիքները, իրական խնդիրները բավարար չափով չենք լսում։ Իսկ մենք առիթ ենք ունենում շատ հաճախ մարզերում լինել, իրական խնդիրներին ծանոթանալ, իհարկե լուրջ հաջողություններ ունենք դպրոցների, հիվանդանոցների կառուցումը բացառիկ հաջողություն է։ Դպրոցներում ուսուցիչ չունենք։ Այդ հիվանդանոցներում բժիշկներ չկան։ Մենք առաջարկում ենք ճանապարհ, ինչպես օրինակ ուսուցիչներին խրախուսել, վճարել նրանց բնակարանային ծախսերը, ճանապարհածախսերը եւ օրինակ պետպատվերով կրթություն ստացած ուսանողներին մանկավարժական համալսարանի խրախուսել, որպեսզի օրինակ սահմանամերձ բնակավայրերում գնան եւ աշխատեն առնվազն 2 տարի։ Նույնը պետքա բժշկական համալսարանի հետ այդպիսի պարտավորություն այլևս ֆիքսել, որպեսզի հերավոր բնակավայրերից ստիպված չլինեն հիվանդներին կրկին։ Այնտեղ արտակարգ հիվանդանոց է կառուցված, բայց բերում են Երևան։ Մասնագետ չկա, բժիշկ չկա։ Այս հարցերն են շատ ավելի կարևոր եւ կարծում եմ քննարկման կարոտ, նաեւ նախընտրական է կարևոր փուլում։ Շատ լավ, սկսում է արդեն քարոզարշավը, ինձ թվում է քաղաքական ուժերը կակտիվանան եւ ավելի շատ հուսանք գոնե մարդկանց կարիքներից բխող այդ հարցադրումները կլսենք, թե չէ։ Քննարկումներ կծավալվեն, այո։ Հա, բայց ամեն պարագայում հարևանների այդ հարաբերությունների թեմատիկան էլ կարևոր, որովհետեւ դուք նշեցիք, գյուղ նկարագրեցիք, որ անվտանգային խնդիրներով է ապրում, սա ձեր գնահատմամբ ինչ որ փոխարկման կարիք ունի, օրինակ օգոստոսի 8-ը իր ամբողջության մեջ թռի, չգիտեմ 17-անոց համաձայնագիր, կետանոց համաձայնագիր, թե դուք ավելի այսպես արագացման հնարավորություններ եք տեսնում, թե օրինակ չփոխել սահմանադրություն։ Այ դինամիկան դուք ինչպես եք պատկերացնում, այն ինչ որ անում է հիմա Փաշինյանը, ինչը կփոխեիք, կամ չէիք փոխել։ Կարծում եմ, որ ընդհանրապես անվտանգությունը ծայրաստիճան կարևոր է եւ հուզում է մեր հանրության ամենամեծ, ամենազգալի հատվածը։ Եվ այդտեղ չափազանց կարևոր է ներքին համախոհություն կարևոր հիմնարար հարցերի շուրջ։ Չի կարող խաղաղությունը եւ անվտանգությունը կախված լինել մի անձից, մի քաղաքական ուժից եւ մի ընտրական ցիկլից։ Սրա շուրջ ինստիտուցիոնալ կարողություններ պիտի կուտակվեն։ Եվ ես կարծում եմ, որ մի քաղաքական ուժը չի կարող ուղղակի այդ բեռը միայնակ տանել։ Այս սրա համար է շատ կարևոր, որպեսզի ոչ միայն իշխանությունը, նաեւ ընդդիմությունը անհրաժեշտ ուրեմն իր վերահսկողության հաշվետվողականություն պահանջելով, թափանցիկություն պահանջելով այդ պայմանավորվածությունները կարողանանք առաջ տանել։ Մենք ջանք չենք խնայել, որպեսզի մենք Միացյալ Նահանգների հետ օրինակ 2025 թվականի հունվարի 14-ի ստորագրված փաստաթղթի մեջ մասնակցություն ունենանք եւ ունեցել ենք։ Ջանք չենք խնայել, որպեսզի օգոստոսի 8-ը իրականություն դառնա։ Ուրախ ենք այդ հաջողության
բայց կարծում ենք, որ ավելին անելու այսինքն ոչ թե խմբագրելու եք, այլ պետք է հարկադրենք, որ արագանա process-ը, ոչ միայն արագանա, մենք զուգահեռ այլ process-ների պիտի ուրեմն մղենք գործող իշխանությանը։ Հարավկովկասյան երկաթուղիների կոնցեսիայի հարցը պիտի լուծվի։ Առանց այդ հարցը լուծելու մենք TRIP-ի հետ լուրջ խնդիր ենք ունենալու։ Իսկ TRIP-ը դա պետք է խոսել, պետք է քննարկել ընդհանրապես 2018 թվականին բացված քրեական գործ կա, որը սառեցրեցին, երբ որ Լավրով մռնչաց ուղակի։ Գնացեք տեսեք, թե մի քանի օրում ինչ խախտումներ են բացահայտվել, մոտ 60 միլիոն դոլարի։ Գնացեք տարիների կտրվածքով բացեք, տեսեք ոնց են թալանել ռուսները Հարավկովկասյան երկաթուղին եւ ինչքան են պետական բյուջեից, ինչքան են վնասների փոխհատուցում ստացել, որը 2007 թվականին Անդրանիկ Տխրահրճակ, Անդրանիկ Մանուկյան կոչված մի կապի նախարար կար տրանսպորտի, ով ստորագրել է այդ պայմանագիրը եւ Ռոբերտ Քոչյանի վերջին նվերն է հայ ժողովրդին։ Առանց Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարումը հետ վերցնելու եւ նոր կառավարչի կամ եթե Հայաստանը պիտի կառավարի, մենք չենք կարողանալու TRIP-ի շուրջ զարգացում ակնկալել։ Կլինի հիմնարկեք, ամերիկացիները պատրաստ են, բայց մենք ամերիկացիներին խոստացել ենք, որ այդ հարցը լուծելու ենք։ Ես ձեզ տեղեկություն եմ տալիս։ Այդ հարցը մենք պիտի լուծենք, ու այդ հարցը լուծվելու է հունիսի 7-ին։ Հայ ժողովուրդը պիտի ասի, որ այդ կոնցեսիան հետ պիտի գա եւ TRIP-ը պիտի կենսագործվի, որտեղ TRIP-ը առանցքային նշանակություն ունի խաղաղության եւ անվտանգության համար տարածաշրջանում։ Այսինքն Հայաստանը մտադիր է ընտրություններից հետո կոնցեսիոն այդ պայմանագիրը խզել, ես հասկացա, թե ռուսները չվաճառեն, որ ընդհանրապես պիտի քրեական այն վարույթները, որոնք 2018-ին մեկնարկել են, խոստացված եւ չկատարված ներդրումներ կան միլիոնավոր դոլարների, իսկ խախտումները Ինձ գիտեք ինչքան մարդ է նախկին Հարավկովկասյան երկաթուղիների պաշտոնյաներից մոտեցել եւ ահռելի ապացույցներ տվել թալանի ուղղակի Հայաստանի բյուջեն ինչպես են թալանել ռուսները եւ ընդհանրապես ռուսական որևէ ներդրում Հայաստանում առանց կոռուպցիայի, առանց թալանի անպատկերացնելի է։ Ինձ մի հատ արևմտյան ներդրում ցույց տվեք Հայաստանում, որ այդպիսի ուրեմն ապացույցներ կարող են պարունակել։ Այս իմաստով մենք ահռելի գործ ունենք անելու, այդ թվում նաև ինչպես դուք եք նշում, պայմանավորվածությունները առաջ մղելու իմաստով, օրինակ հայկական ատոմակայանի կառուցման հարցը 2025 թվականի վերջին Դավիթ Խուդատյանը խոստացել էր, որ պիտի հայտարարվի Հայաստանը ում հետ է կառուցելու։ Հայաստանը բավարար կամ ոնց ասում են 2 տարի ունենք խիզախություն չունի, դե հիմա նույնիսկ ուզում են 2036-ից հետո գործող ատոմակայանի գործողության ժամկետը ավելացնել, բայց ռուսները այսօր հստակ բան են դրել Հայաստանի առաջ, խնդիր են դրել, եթե ուզում եք, որ գործող ատոմակայանի գործողության ժամկետը մինչև 2036 թվական մենք ուրեմն սպասարկենք, ուրեմն պիտի մեզ տակ Ռոսատոմին տանք կառուցման իրավունքը։ Ինչը նշանակում է, ոչ միայն վառելիք, ընդհանրապես այդ ծառայությունը կարող են իրականացնել ամերիկանցիները, Westinghouse-ը, օրինակ Ռումինիայում, նախկին սոցիալիստական երկրներում կառուցված ռուսական ռեակտորների սպասարկման լավ փորձ ունեն։ Դա էլ պիտի դիտարկենք։ Բայց ես էլի չեմ ուզում, որ մենք կոնֆլիկտի գնանք։ Պիտի ռուսները իմանան, որ մենք այլընտրանք ունենք։ Ռուսները միշտ մեզ ասել են «Կուդա вы денетесь»։ Այս գագաթնաժողովը նրա մասին էր, որ Հայաստանը տեղ ունի գնալու։ Եվ ամենակարևորը Հիմա ասում են բերել եք մեր թշնամիներին այդտեղ խոսեցնում են ընդհանրապես իրանց չի հետաքրքրում, բայց այդ զազրախոսությունը Մեդվեդևի բերանով արված այդ զազրախոսությունը պիտի հետևանք ունենա։ Ես հասկանում եմ, որ իրենք շոկահարված են տեղի ունեցածից եւ ամեն ինչ արեցին այդ թվում Սերժ Սարգսյանի բերանով ու մյուսների, որ խափանեն ինչ այլանդակություն ասես ուզում էին անել, որպեսզի այո, իրենց նպատակը, ռուսների նպատակը այն էր, որ ինչ որ նույնիսկ ահաբեկչական գործողություններ ծրագրելով, որպեսզի անվտանգության այսպես ռիսկեր առաջանան եւ գագաթնաժողովը պատասխանատու հայտարարություն է կանոն ունեք տեղեկություններ։ Ես տեղեկություն եմ հիմա փոխանցում, այո, որ ռուսները ծրագրել են Հայաստանում այդպիսի գործողություններ, որպեսզի գագաթնաժողովը չեղարկվի եւ դրան քաղաքական մեծ բաներ, այսպես զորակցություն ու աջակցություն էր ահաբեկչական գործողություններ, որը պիտի հնարավորություն տար չեղարկել այդ գագաթնաժողովը։ Այսինքն ահաբեկչությունը ի պատիվ Հայաստանի իրավապահ մարմինների ուրեմն մի քանի միջոցառումներ միաժամանակ հնարավոր եղավ իրականացնել եւ դա շատ
շատ լավ է։ Կնեք ահաբեկչությունը այն ծրագրերը ռուսները որ ասում եմ այո, Հայաստանում Եվրոպական միության այս քաղաքական համայնքի գագաթնաժողով չեղարկելու ստրատեգիական որոշում է կայացվել Մոսկվայում եւ իրենք չեն հաջողել։ Եվ դա մեզ համար ծայրաստիճան կարևոր է։ Ահաբեկչությունը միջոցառման ժամանակ թե նախորդ որպեսզի անվտանգային սպառնալիքներ առաջ գան եւ նպատակահարմարությունը Հայաստանում անցկացնելու ուրեմն ընդհանրապես դիտարկվի եւ օրինակ հետաձգվի կամ փոխադրվի այլ երկիր։ Հայաստանում տեղի ունեցավ դա հատկապես ոչ միայն քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այլև Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովը կարծում եմ էապես փոխում է իրավիճակը, որպես առաջին գագաթնաժողով եւ հանձնառություն Եվրամիության կողմից Հայաստանին աջակցելու, այսինքն մենք տեսանք իրական այլևս գործողություններ, որոնք մի նպատակ ունեն Հայաստանի կարողությունները զարգացնել, Հայաստանի դիմակայունությունը զարգացնել, Հայաստանի հարատևության համար անհրաժեշտ ուրեմն ինստիտուցիոնալ աջակցություն հանդես բերել։ Ասում են, բա եվրոպացիներն եկել են ձեզ են աջակցում։ Պուտինը ռուսամետներին, նրանք արևմտամետներին։ Նայեք ինչի հետ ենք համեմատում։ Ուրեմն ռուսները աջակցում են եւ միջամտում են ընտրությունների գործընթացին կոնկրետ քաղաքական ուժերի աջակցելով։ Դուք չեք տեսնի արևմտյան որևէ պետություն, որևէ կազմակերպություն, որ քաղաքական որևէ ուժի ուղիղ աջակցություն Վենսը չասեց, աջակցում են։ Ես խոսում եմ նյութական աջակցության մասին։ Հա, փողի մասին։ Ռուսները փողով ուղղակի քյաշ, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան են ֆինանսավորում։ Ինչ է անում Եվրամիությունը։ Աջակցում է պետությանը։ Ինչը միջամտություն չի, համագործակցություն է։ Ռուսներին է միջամտությունը։ Այստեղ որակական տարբերություն կա, որ մենք պիտի այդ տարբերությունը տեսնենք, որովհետև աջակցել պետությանը, որպես ինքը կարողություն ունենա ժողովրդավարական ընտրություններ անցկացնի, եւ աջակցել թշնամիներին պետության։ Դա կոնկրետ միջամտություն է ընտրությունների գործընթացներին, հետեւաբար այդտեղ նույնիսկ համեմատելու բան չկա։ Պարոն Բաբաջանյան, շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ամեն դեպքում սկսվեց մրցապայքարը, եթե ունեք առաջիկա հանդիպումների անոնս կարող եք անել։ Դե վաղ մենք աշտարակում ենք լինելու, հաջորդ օրը Դիլիջանում ենք լինելու, մոտ 20 օրվա այսպես գրաֆիկը ունեք կա եւ իհարկե պիտի զուգահեռենք նաեւ Երևանում, Երևանի տարբեր համայնքներում հանդիպումների հետ, որքան հնարավոր է շատ մարդու հանդիպել եւ նաեւ թվային տարածքում, հեռուստատեսային տարածքում ունենք ուրեմն ահռելի այսպես ասելիքի հնարավորություն եւ օգտվելու ենք բոլոր մեզ հասանելի միջոցներից։ Շնորհակալ ենք նաեւ ձեզ այս հրավերի համար։ Շնորհակալություն գալու համար, պարոն Բաբաջանյան։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արման Բաբաջանյանին։